Ազան հայր, ինչ է կատարվում, ինչ կփոխանցեք եպիսկոպոսաժողովի հետ կապված մասնավորապես, կայանալու է թե ոչ։ Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել։ Խնդրեմ մի պահ կանգնեք։ Ոչ, ժամանակ չունեմ կանգնել։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների երկիրը լքելու արգելք կա։ Դա գիտենք, դա լուսաբանել ենք քննչական կոմիտեում էինք։ Բնականաբար արդեն Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել։ Հնարավոր է հեռավար կազմակերպել, օրինակ կայանան կրկին Ավստրիայում, սակայն դուք օրինակ այստեղից ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել, որովհետև ընդամենը 3 է այդ ամեն բաները եղել, որի համար պետք է ուրեմն քննարկել եւ որոշումներ առնել։ Դա խոչընդոտ է Սրբազան 6 եպիսկոպոսները եւ չեն կարող մասնակցել ժողովին բնականաբար խոչընդոտ է։ Բնականաբար խոչընդոտ է։ Հայաստանի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են, որոնք որ եպիսկոպոսատ ժողովի մեջ է եւ վերջո եպիսկոպոսատ ժողովը պիտի ունենա իր քվորումը եւ պիտի ունենա նաեւ ներկայությունը եպիսկոպոսների։ Ինչպես եք պատկերացնում։ Այսինքն այդ առանց այդ եպիսկոպոսներին կարող է քվորում չապահովի։ Չէ, հարցը քվորումի ապահովելու խնդիրն էլ չէ։ Ի վերջո կոլեգիալ հարցեր կա։ Ամեն պարագային ամեն ինչ արվում է հավանաբար, որպեսզի այդ եպիսկոպոսատ ժողովը ինչ որ ձևով խափանվի կամ խաթարվի կամ չկատարվի։ Ի վերջո, չգիտեք, դեռևս 3 է այդ ամեն ուրեմն նոր իրողությունների մեջ եկել եւ այսպիսի արգելք կա։ Սրբազան հայր քննարկվում է մյուս եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսների կարգալուծության հարց, ովքեր միացրել են Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված նորոգման արշավին։ Մասնավորապես երեկվանից քննարկվում է Արմավիրի թեմին կարգալույծ հռչակելու այդ հարցը։ Ով է քննարկում։ Համացանցում էլ կան նաեւ ով է քննարկում։ Շատ բազմաթիվ օգտատերեր, նաեւ այո, առաջարկներ են, դա քննարկում չէ։ Քննարկումը լինում է, երբ որ պաշտոնական մարմինն է սկսում այդ հարցերը քննարկել։ Հիմա նման քննարկումներ կան։ Երբ որ կլինի, դուք կիմանաք։ Գաղտնի չենք բայել։ Դրանքների մասով ինչ որքանով որ տանոց եկել, դրանք գիտենք ասում են որ անունն են, հա։ Բնականաբար անունն են։ Այսինքն Արման Սարոյանի գործի հետ է կապված։ Այո, Արման Սարոյանի գործի հետ կապված դատարանը մեկ օրվա ընթացքում որոշում է առել, որպեսզի մայրաթորը չխոչընդոտի նրա առաջնորդական պաշտոնի կատարումը ու նաև շատ շեշտակի իր ուրեմն բանկային հաշիվներին նաև որպեսզի կարողանա տնօրինել, ինչը անհիմն է, որովհետև որևէ դատական մարմին եւ որևէ իրավական մարմին օրենքի ուժով ոչ մի հոդվածով չի կարող նման հարկադրանք դնել մայրաթորի վրա, որովհետև առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, առաջնորդը ծառայում է եւ առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ առաջնորդը կարող է ուրիշ պաշտոնի փոխվել նորից էլի ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եւ առաջնորդի հետ որևէ քաղ իրավական պայմանագիր չի կնքվում, ինչպես որ ուրիշ աշխատողի հետ։ Ուրեմն այստեղ օրենքի որևէ ուժ չկա։ Զինված ուժերում հոգևորականների ծառայությունը կասեցնելու վերաբերյալ որոշման վերաբերյալ ինչ կասեք Սրբազան։ Կարծեմ թե դրա մասին արդեն հենց մեր գնդերեցները բարձրաձայնեցին եւ շատ հստակ հայտնեցին իրենց կարծիքները։
Սրբազան հայր, իսկ Մասյացոտնի թեմի հետ կապված Մայրաթորը ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արման Սարոյանը դուրս գա առաջնորդանից այնտեղից եւ նաեւ այնտեղ ծառայություն իրականացնի Հայր Ռուբենը, հա։ Սիրելիս, Հայր Ռուբենը այլևս նշանակված է որպես առաջնորդական տեղապահ եւ Հայր Ռուբենը անցել է իր պաշտոնին։ Իսկ թե զավթված հատվածները ինչ են, սրանք այլևս ես չեմ կարող ձեզ մեկնաբանել, ինչ պիտի արվի եւ ինչ է արվի։ Զինված ուժերը ինչ վնասներ կկրեն, չգիտեմ, ինքնասպանությունները, քրեական տարերը, ասում են ավելի կշատանան։ Սա շատ լուրջ քննարկման խնդիր է եւ ոտքի վրա սրա մասին խոսել պետք չէ։ 20 տարի չէ, ավելի քան ծառայություն են մատուցել։ 2000 թվականից։ Շնորհակալ եմ ձեզ, լավ